Հալելույա, Փառք Տիրոջը, Փառք Հիսուսին, սիրելիներ, ինձ համար մեծ պատիվ է Տիրոջ առաջ, Աստծո զավակների առաջ, իմ քույր եղբայրների առաջ կիսվելու Աստծո խոսքը, ես այստեղ եմ ոչ թե սովորեցնելու, այլ պարզապես կիսվելու ձեզ հետ։ Ես ձեզանից շատերից սովորելու բան ունեմ։ Հալելույա Հիսուսին։ Նախ շնորհակալ եմ եղբայրներին այս պատվի համար եւ նորից ինձ համար պատիվ է Աստծո ժողովրդի առաջ իր խոսքի շուրջ կիսվելու, խոսքի շուրջ խորհրդացելու, հալելույա Հիսուսին։ Ովքեր որ ինձ չեն ճանաչում, ուրեմն մի փոքր ասեմ, ներկայանամ, իմ անունը Լևոն է, ազգանունս Նավոյան, չգիտեմ այդ ազգանունը որոշ մարդկանց միգուցե ինչ որ բան ասի, հայրիկս Նավոյան Սամվելն է եղել, որ 2014-ից Տիրոջ մոտ է, ննջել է, և ինձ համար իսկապես պատիվ է եղել այդպիսի հայր ունենալ, հալելույա։ Նա եղել է իմ հոգևոր հայրը և իմ ուսուցիչը, որի համար փառք եմ տալիս Տիրոջը, հալելույա։ Եվ ուզում եմ շարունակել Աստծո խոսքի շուրջ խորհրդացելու, հալելույա, հալելույա։ Ուրեմն սրտում դրվել է տերունական աղոթքի շուրջ։ Իմ խորհրդածությունները տերունական աղոթքի շուրջ են, Մատթեոս 6-րդ գլխից, 6-րդ գլուխ, գիտեք, ձեզ շատերին ծանոթ բան, տերունական աղոթքը 9-ից 13 համարները։ Բայց մինչ Աստծո խոսքին անդրադառնալը պիտի խնդրեմ ձեր թույլտվությամբ մի կարճ, շատ կարճ աղոթքով Տիրոջ առաջ գալ ու խնդրենք Տիրոջ օրհնությունը։ Փառք ես, գոհություն քեզ երկնավոր Հայր, փառք ես Տեր քո մեծ սիրո ու քո ողորմության համար Տեր, քո շնորհքի համար Տեր, փառք ես քո աննման սիրո համար Տեր, փառք ես այսօրվա համար, որ այսօր էլ թույլ տվեցիր, որ մեր աչքերը բացենք ու կանգնենք քո առաջ Տեր, փառք ես այս հնարավորության համար, որ կարող են կանգնել քո առաջ ու քո խոսքով կերակրվել Տեր, եկել ենք քո առաջ ու խնդրում եմ քո Սուրբ Հոգով հիմա Տեր, առաջնորդես, մաքրիր իմ բերանն ու իմ շուրթերը Տեր, մաքրիր իմ միտքը Տեր Հիսուս, ու դու խոսիր Տեր ջան, դու խոսիր, դու երևա, դու փառավորվիր Հայր, փառք ես Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հալելույա, ամեն, հալելույա, համեցեք նստել, Մատթեոս 9-րդ գլխից, ուրեմն 6-րդ գլուխ, ներեցեք 9-ից 13 համարները, առ դուք այսպես աղոթքարեք, Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, մեր ամեն օրվա հացը այսօր մեզ տուր, և թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտապաններին, և մի տանիր մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս ամեն, հալելույա Տիրոջը։ Ես չգիտեմ ինչքան մենք կհասցնենք ուրեմն գնալ առաջ, որովհետև սովորաբար ես սովորել եմ իմ հայրիկից և ընդհանրապես, որ Աստծո խոսքը, այո, կարող ես Աստծո խոսքը ուսումնասիրել, Աստծո խոսքով սնվել, կերակրվել, ասում են աստվածաբանները հեռադիտակային կարծես մեթոդով, շատ կարդալով, բայց նաև կարող ես կերակրվել մանրադիտակային, այսինքն ամեն մի բառ
Աստծո խոսքը մենք գիտենք, որ հոգևոր կերակուր է։ Ամեն մի բառ, ամեն մի պատառ, երբ որ դնում ես բերանիդ մեջ, պիտի լավ ծամես, ու հետո կուլ տաս։ Տիրոջ շնորհքով պիտի փորձենք այսօր այդ մեթոդով խորհրդացել։ Ուրեմն արդուք այսպես աղոթք արեք։ Մենք գիտենք, որ նախ այդ խոսքի շուրջ, այո, ուրեմն Հիսուս իր ժամանակին խոսում էր արամերեն լեզվով։ Հիսուսի մայրենի լեզուն արամերենն էր։ Մենք գիտենք, որ հռոմեական տիրապետության կայսրության ժամանակներն էին։ Եվ հռոմեական կայսրության ժամանակ այդ կայսրությունում ուրեմն երկու հիմնական լեզուներն էին համարվում պետական լեզուներ, լատիներենը, որը որ ավելի վարչական, պետական կարծես, պաշտոնական լեզուներ, եւ հունարենը, որ ավելի շատ գիտական, մշակութային լեզուներ։ Այդ պատճառով առաջին դարում ուրեմն նոր կտակարանի գրված շատ գրքեր գրվել են հենց հին հունարենով։ Այո, գրքերի մի մասը գրվել են արամերենով, նոր կտակարանի մասն է խոսքը, մի մասը հին հունարենով, այդ մշակութային կոյնե հաղորդակցական հունարենով։ Հին կտակարանի գրքերը գիտենք, որ գրվել են արամերեն եւ հին եբրայերեն լեզուներով։ Բայց տվյալ դեպքում տերունական աղոթքը Հիսուս երբ որ ներկայացրեց տերունական աղոթքը արամերեն լեզվով էր, այն հունարենով չէր, եբրայերենով էլ կհամարձակվեմ ասել չէր, այլ արամերենով։ Ուրեմն արամերենը աստվածաբանները, լեզվաբանները ասում են, որ հին եբրայերենի արևելյան, արաբական շատ լեզուների ու նաև շատ հայ լեզվաբաններ ասում են նաև հայերենի կարծես մայր կամ կարելի ասել քույր լեզուն է։ Շատ բառեր օրինակ արամերենով ուրեմն մոտ 2 տարի է Տիրոջ ողորմությամբ ու շնորհքով ուսումնասիրում եմ, ուզում եմ սովորել, շատ բառեր արամերենով նման են հայերեն բառերի։ Ուրեմն աստվածաբան դոկտոր Բարիք կա, աստվածաբան ու հրեագետ։ Նա ընդհանրապես ասում է, որ երբ որ Աստվածաշունչը կարդում ես թարգմանություններով, կարծես թարգմանություններից օգտվելիս կամ թարգմանությունը կարդալիս, գիտեք, շատ ժամանակ ասում է հոգին կարծես խոսքի հոգին կորչում է։ Նա ասում է, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը թարգմանություններով, նման է կարծես, երբ որ հարսն ու փեսան պսակադրության օրը գիտենք, որ մեր ժամանակներում այդպես էր, հիմա գնալով կարգը փոխվում է, որ հարսը քող էր գցում իր երեսին, եւ օրինակ իմ ամուսնության ժամանակ, մինչև որ հայրիկս չհայտարարեց, որ այո, այս պայից սկսած հայտարարում եմ ձեզ այր ու կին, քողը ոնց որ կինը Սուսանը չբարձրացրեց։ Ասում է, որ երբ որ պսակադրության օրը, կարծես պսակադրությունից հետո էլ այդ քողը միշտ մնա հարսի երեսին ու ամուսինները հաղորդակցվեն քողի միջոցով, բայց ասում է, եթե ուզում ես այդ քողը բարձրացնել ու ուրեմն հոգին վերցնել խոսքի շատ կարևոր է բնագրով կարդալը։ Եվ իսկապես, երբ որ ես սկսեցի ուրեմն ուսումնասիրել արդեն տերունական աղոթքը արամերեն լեզվով, բոլորովին կարծես չգիտեմ, հիմա երբ որ ամեն անգամ, երբ որ մենք ասում ենք տերունական աղոթքը, այն ինձ համար բոլորովին այլ նշանակություն ունի։ Եվ աղոթում եմ Տիրոջը, որ եթե հնարավոր լինի, նաև, չգիտեմ, կիսվեմ ձեզ այդ մտքերի շուրջ։ Աղոթք բառը արամերենով սլոթա բառն է, սլոթա, օրինակ եբրայերենով ցելութա, բայց հիմքը սլոթա բառի հիմքը սլա բառն է, եւ որ աղոթք իմաստը ունենալուց բացի առաջնային իմաստը սլա բառի ես շատ զարմացա, բայց թակարդ լարել։ Ու իսկապես տեսեք, երբ որ մենք աղոթում ենք, այն թակարդ է նախ
մեր անձերի համար, մեր կամակորությունների, մեր մարդկային կամքի ու մարմնավոր ցանկությունների համար, մեր մեղավոր բնության համար։ Օրինակ երկրորդ մնացորդաց 7:14 եւ իմ ժողովուրդը, որի վրա կանչված է իմ անունը, խոնարհվեն եւ աղոթ կանեն եւ իմ երեսը փնտրեն ու իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից եւ կներեմ նրանց մեղքը ու կբժշկեմ նրանց երկիրը։ Թակարդ, որի մեջ գերեվարվում ենք մեր անձերը, մեր մեղքի բնությունը, մեղքի իշխանությունը, մեր անձի իշխանությունը, անձի ինքնապահպանման բնազդը, մեր ցանկությունները, մեր ծրագրերը, մեր կամքը, թակարդ, պատկերավոր ասած, որի ժամանակ մենք մեր անձերը բերում ենք Տիրոջ խաչի տակ ու թույլ տալիս, որ նա գերեվարի մեզ իր սիրո իշխանությամբ։ Մյուս կողմից մեր աղոթքով մենք թակարդ ենք լարում, այո, սատանայի, չար ոգիների ու դժոխքի ողջ զորության համար։ Օրինակ Դանիելը, գիտեք, 21 օր աղոթեց եւ Դանիել 10-րդ գլխում օրինակ 12-13 համարները եւ նա ինձ ասեց՝ մի վախենարով Դանիել, որովհետեւ այն առաջին օրից, որ սիրտ տվիր հասկանալու եւ քո անձը խոնարհեցնելու, քո Աստծո առաջին քո խոսքերը լսվել են եւ ես եկա քեզ համար։ Եվ Պարսից թագավորության իշխանը կանգնել էր իմ դիմաց 21 օր։ Խոսքը ֆիզիկական թագավորի մասին չէր, այլ օդի իշխանի, Պարսից օդի իշխանի։ Եվ ահա Միքայելը առաջի իշխաններից մեկը եկավ ինձ օգնելու եւ ես մնացի այնտեղ Պարսից թագավորի կշտին։ Եվ վերջապես արդյունքում Դանիելի 21 օրվա աղոթքի արդյունքում հաղթանակ է լինում։ Աղոթքը թակարդ է նաեւ, եթե կարելի ասել, Աստծո կամքը որսալու համար։ Կողոսացից 1:9 չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց եւ խնդրվածք մատուցելուց, որ լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությունով եւ հոգեվոր հանճարով։ Հիմա գանք բուն աղոթքին։ Հայր մեր, որ երկնքում ես։ Ուրեմն դարձյալ արամերենով այն հնչում է այսպես. Հայր մեր, աբուն եւ որ երկնքում ես, դբաշմայա, աբուն դբաշմայա։ Ես հավատում եմ, որ հույս ունեմ, որ եթե դարձյալ, չգիտեմ, եղբայրների սրտում դրվի եւ այս ուրեմն քարոզ ուսուցումները, չգիտեմ, շարունակվեն, վերջում ես հավատում եմ, որ մենք ամբողջ ուրեմն տերունական աղոթքը կսովորենք արամերենով, ուրեմն աբուն դբաշմայա, հայր մեր, որ երկնքում ես։ 5 կտակարանի ժամանակներում հրյաների գիտակցության մեջ բարձրերում, ուրեմն բնակվող Աստված բարձրերում բնակվող ամենակարող Տեր էր։ Օրինակ Եսայա 57:15, որովհետև այսպես է ասում բարձրը եւ բարձրյալը, հավիտենականության մեջ բնակողը, որի անունը Սուրբ է, ես բնակվում եմ բարձրում եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած ու խոնար հոգի ունեցողների հետ, որ խոնարների հոգին կենթանացնեմ սրտով եւ կենթանացնեմ սրտով կոտրվածներին։ Ելից 33:20-ում ասում է. եւ ասեց դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետեւ մարդ չկա, որ ինձ կարող է տեսնել ու ապրել։ Այսինքն հրյաների գիտակցության մեջ Աստված բարձրերում բնակվող անհասանելի, ինչ ասեմ, մի խոսքով անհասանելի մեկն էր, բարձրերում բնակվող, սուրբ, անբիծ, ամենակարող, հավիտենական, անսկիզբ ու անվերջ, ամենագետ, ամենակարող, ամենատես, անկրկնելի, անպարտելի, փառավոր Աստված, որին դժվար էր ուրեմն հասնելը։ Եվ նաև մենք գիտենք, որ Յահվե անունը, տեսեք, Տասնաբանյայի մեջ Աստծո անունը անտեղի բերանը չառնես,
Յահվե անուն նրանք չէին արտասանում անգամ եւ այն փոխարինում էին օրինակ Ադոնայ, Էլոհիմ, բայց որովհետեւ պատվիրված էր իրենց եւ բառացի էին հասկանում Աստծո անուն անտեղի բերանը չառնես։ Այսպիսի կարծես սուրբ ու անհասանելի ու բարձր մեկն էր Աստված։ Արևելյան այո, բայց տեսեք ուրեմն հանկարծ Հիսուս իր աղոթքի մեջ այդ բարձր ամենակարող չգիտեմ բարձրերում բնակվող Աստծուն իր սովորացրած աղոթքի մեջ կոչում է հայր։ Պատկերացնում եք հայր մեր։ Արևելյան ժողովուրդների մեջ աբբա բառը ուրեմն բացի հայր, հայրիկ իմաստ ունենալուց ունի նաև սիրելիս, քաղցրս, անուշս, մեղրս, իմ սրտի կտոր, իմ սեր ու չգիտեմ իմ սիրո բաժին մեկը առանց որի չես կարող ապրել։ Օրինակ մենք հայերս ունենք ջիգար կամ ջան, չէ, որ ավելի մեզ հասկանալի է։ Այսպիսի նշանակություն ունի։ Ես երբ որ նոր եմ եկել Միացյալ Նահանգներ 2005 թվին 2 տարի ապրել եմ Լոս Անջելեսում։ Այնտեղ պարսկահայեր, որոնք միանգամից Պարսկաստանից եկել են Հայաստան, շատ կային։ Եվ մի պարսկահայի տանը, երբ որ աշխատում է 30 տարեկան էի այդ ժամանակ։ Երբ որ աշխատում էի, այդ մի 60-65-ի մոտ պարսկահայ կին այդ տան տատիկը, այսպես ասած, սեղան էր գցել հյուրասիրության աշխատանքից հետո վերջացրեցինք եւ ես ամաչում էի ճիշտ ասած Հայաստանից նոր եկած, գնալ եւ բաբամ, արի, ճիշտ ասած զարմացա։ Մի կողմից մտածում էի, մի քիչ դժվար պատանեկություն, երիտասարդություն ունեցել, բայց արդյոք այդքան մեծ եմ երևում։ Բաբամ արի 65 տարեկան կինը։ Հետո այստեղ արդեն ծանոթացանք մի ուրիշ պարսկահայ ընտանիքի հետ, քրիստոնյա։ Եվ երբ որ իրենց տուն էին գնում, ուրեմն մայրիկը, երեխաների մայրը իր 2, 3, 4 տարեկան երեխաներին մամամ, սիրելիս մամամ էր ասում։ Մեզ, երբ որ սեղան գցեց, բաբամ, համեցեք։ Հետո հասկացա, երբ որ իրանց էլ հարցրեցի, ասեց, այո, արևելյան կոնկրետ պարսիկների մոտ եւ հետո ուսումնասիրեցի արևելյան ժողովուրդների մոտ բաբամ եբրայերեն տարբերակը աբբա, արամերենում աբուն ունի հենց այդ իմաստը։ Պատկերացնում եք, սիրելիս, քաղցրս, իմ սրտի կտոր, իմ կյանքի աղբյուր, իմ սեր, իմ չգիտեմ ջիգար, մեկը առանց որի ես չեմ կարող ապրել։ Ու հանկարծ Հիսուս իր աղոթքի մեջ աբուն դբաշմայա, կարծես այդ անհասանելի հորը Աստծուն ներկայացնում է որպես այդքան հասանելի, քաղցր, անուշ ու սրտի կտոր մեկը, կյանք ու կյանքի աղբյուր, կյանքի իմաստ։ Սիրելիներ, չգիտեմ, հիմա ամեն անգամ, երբ որ ես նորից, երբ որ արտասանում եմ հայր մերը, հայր, այդ կարծես հոգով, իմ հայր, իմ, չգիտեմ, իմ սրտի գահակալ, իմ սեր ու իմ ջիգար, եթե կարելի ասել, եւ մեր, հաջորդ բառը մեր, ինչու մեր, ոչ թե իմ։ Նա իհարկե մեր յուրաքանչյուրի հայրն է Աստված, հատկապես եկեղեցու, միաբանության, եկեղեցին որպես ընտանիք։ 5 կտակարանում, օրինակ Ելից գրքում, ներկայացված է, որ քահանայապետը կրում էր լանջապանակ, քահանայապետի հագուստները այնտեղ նշված են, բայց մասնավորապես ուներ լանջապանակ։ Այսպեսի կարծես ուղղանկյուն լանջապանակ էր, որի վրա գտնվում էին ուրեմն 3 շարքով, 3 ուրեմն սյունով ու 4 շարքով 12 թանկարժեք քարեր։ Ամեն քար Իսրայելի մի ցեղի անունով։
Իսրայելի ցեղի Ռուբենից սկսած մինչև Բենյամին Իսրայելի ցեղերի անուններն էին գրված։ Եվ գիտեք, այդ ցեղերի անունները, որ գրված էին, մենք գիտենք, որ ամեն լեզվում տառերը ունեն թվաբանական արժեքներ։ Օրինակ, ան մեկն է, ժն 10, ճն 100 եւ այլն։ Արամերենով կամ եբրայերենով էլ այդ անունները, որ գրված էին, այդ անունները ունեն թվաբանական արժեքներ։ Եվ այդ թվաբանական արժեքներով այդ լանջապանակի վրա հիմա մի պահ մեր երևակայության մեջ պատկերացնենք այդ անունների փոխարեն ամեն անվան փոխարեն գրված լինի այդ անվան թվաբանական արժեքը։ Այստեղ ես շատ կարճ չեմ ուզում ձեզ շատ ձեր միտքը ինչ ասեմ, ուրեմն բան անեմ, տեսեք հերվից շատ վատ կերևա, բայց այս մատրիցան կարծես մաթեմատիկական եւ գրված են այդ թվերը, ամեն անվան դիմաց այդ թվերը։ Եվ շատ հետաքրքիր օրինաչափություն է պարզվում, գոյություն ունի այս մատրիցայի մեջ թվերն 30, 466, 259, 7, 500 եւ այլն։ Օրինակ, այդ օրինաչափություններից ընդամենը երկուսը ասեմ, չեմ ուզում ձեզ շատ ծանրաբեռնեմ, եւ հետո կասեմ, թե ինչ, այսպես ասած, առակս ինչ կցուցանե։ Զույգ տեղերում գտնվող թվերի գումարը, զույգ տեղերում, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ տեղերում գտնվող թվերի գումարը հավասար է 1850-ի։ Կենտ տեղերում գտնվող թվերի գումարը դարձյալ 1850։ Բացի այդ 1850 ընդամենը 3700։ 3 թվերի կոմբինացիաների, ուրեմն 7 թվի բազմապատիկ է կամ 3 եւ 7 թվերի կոմբինացիաների բազմապատիկն է։ Մենք գիտենք, որ Աստվածաշնչում 7 թվի հետ կապված հրաշքներ կան։ Եվ վերջին օրինաչափությունը ասեմ, եւ տեսեք, այս վերջի շարքում անունների թվաբանական արժեքների գումարը 888 է, 888։ Այն Եշուա, Հիսուսի անվան թվաբանական արժեքն է, պատկերացնում եք։ Հիմա եթե վերադառնանք մեր հայր մերին, եթե այս անուններից, օրինակ Ռուբենի անունը մտածենք, որ կարելի է հանել, որովհետև նա պղծեց իր հոր հարճը, նա արժանի չէր, արժանի չի տեղ գտնելու, չէ, 12-ի մանավանդ քահանապետի լանջապանակի վրա։ Ցանկացած թիվ հանելու դեպքում այս բոլոր տասնյակ օրինաչափություններ կան։ Ես պարզապես չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել։ Այս բոլոր օրինաչափությունները խախտվում են։ Այսինքն յուրաքանչյուր անուն այդ լանջապանակի վրա, անգամ ամենամեղավորինը, Ռուբենինը, անգամ ինչ ասեմ, նախանձավորինը, շմավոնինը ենթադրենք, հանենք, խախտվում է։ Բոլորը կարևոր էին, անկախ իրենց հոգևոր հասակից, անկախ իրենց Աստված ճանաչողությունից։ Հետևաբար, տեսեք, հայր մեր եկեղեցում յուրաքանչյուր անդամ, մեզանից յուրաքանչյուրը կարևոր է, անգամ թվացյալ են ամենատկար անդամը։ Ինչու, որովհետև եթե եկեղեցում չլինեն հասակների տարբերություններ, սիրելիներ, կյանքը, Քրիստոսի կյանքը, սերը չի հոսի։ Գետի հոսքը, գետը որպեսզի հոսի, պետք են որ երկու տարբեր ծայրերը բարձր ու ցածր լինեն։ Տեսեք, ուրեմն, այստեղ ես գրել էի, ուզում եմ այդ համարին անդրադառնամ, պետք են հասակների տարբերություններ անգամ լինեն, եւ այն ամենատկարը եկեղեցում պետք է, որ ամենահասունից կյանքը հոսի, ինչ ասեմ, ուրեմն հոսի տկարի մեջ,
Օրինակ Գաղատացիս 6:2-ը ասում է իրար բեռը վերառեք եւ այսպես Քրիստոսի օրենքը կատարեցեք։ Եվ վերջապես ձեր ժամանակը շատ չեմ խլելու, Հայր մեր, որ երկնքում ես։ Սահմանափակվեմ ասելով, որ եզրափակվեմ ասելով, որ ուրեմն մենք ոչ միայն մեր հոր կարիքն ունենք, այլ նաև միմյանց իրար աղոթելու, քաջալերելու։ Եվ վերջապես Աբուն դբաշմայա, որ երկնքում ես։ Ուրեմն արամերենով դբաշմայա բառը, տեսեք դբաշմայա բառը, այդ բառի հիմքում ընկած է շամայիմ բառը։ Մինչ այդ ես ուզում եմ մի բան նշել նաև, որ Ամերիկայի նախագահներից Բենջամին Ֆրանկլինը ասում են, որ տերունական աղոթքը ասելիս, ուրեմն նա վերապահումով էր մոտենում եւ ասում է կարծես մի տեսակ կարծես թե ոնց որ հակասություն տեսներ, ինչպես կարելի է Հայր մեր, բայց որ երկնքում ես, այդքան կարծես բարձր մեզանից։ Եվ հիմա ուրեմն դբաշմայա բառը, տեսեք եբրայեցերեն շամայիմ, ծննդոց մեկը, երբ որ սկսում ենք կարդալ, դարձյալ արամերեն լեզվով։ Այնտեղ, երբ որ կարդում ենք, սկզբում Աստված ստեղծեց երկինքները եւ երկիրը։ Երկինքները բառը նորից այդ նույն շամայիմ բառն է։ Իմիջայլոց հոգնակի, շատ թարգմանություններում եզակի է երկինքը, բայց պիտի լինի շամայիմ, երկինքները։ Արամերեն բառերի վերջում, երբ որ իմ, Էլոհիմ, Շամայիմ, Գոյիմ, հոգնակի է, երկինքները եւ երկիրը։ Շամայիմ բառի հիմքում ընկած է ուրեմն մայիմ բառը, որ նշանակում է ջուր։ Եվ տեսեք, ուրեմն նշանակում է ջուր։ Հիմա, այսինքն հետաքրքիր մի բան, օրինակ ծննդոց 1:1-3-ը, որ սկզբում Աստված ստեղծեց երկինքը երկիրը, եւ երկիրն անձև ու դատարկ էր ու խավար կար անդունդի վրա, եւ երրորդ խոսքը, եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրայով։ Խոսք չկար կարծես ջրերի ստեղծման մասին։ Այդ դեպքում այդ ինչ ջրերի վրայով էր Աստծո հոգին շրջում։ Պարզվում է, որ շամայիմ, որի հիմքում մայիմն է, բացի երկինքներ իմաստը, հենց ջուր, ջրեր իմաստն ունի։ Եվ այդ պատճառով ուրեմն Աստծո հոգին շրջում էր հենց այդ ջրերի վրայով։ Ուրեմն հույն փիլիսոփա Thales Miletusը ասում է, որ ամեն ինչի հիմքում ընկած է ջուրը, կյանքի հիմքում ընկած է ջուրը։ Կենդանի բոլոր արարածները ջրի կարիք ունեն։ Օրինակ երկրի մակերեսի 71%-ը օվկիանոսներն ու ջրերը, լճերն են ծածկում։ Մարդու մարմնի մինչև 75%-ը ջուր է։ Բժիշկներ, եթե կան, քույրեր կիմանան։ Արյան մինչև 95%-ը ջուր է։ Տպավորություն է ստեղծվում, սիրելիներ, որ կարծես ջուրը սկզբում Աստված ստեղծեց երկինքները կամ ջրերը եւ երկիրը։ Տպավորություն է, որ ջուրը կարծես հետագայում դարձավ հումք մնացյալ ստեղծագործությունների համար։ Օրինակ տեսեք, արամերեն բերեշիտ բառը, բերեշիտ ստեղծել, անգլերենում թարգմանված է created, հետո հետագայում չի օգտագործվում այլևս։ Ոչնչից ստեղծել, նշանակում է ոչնչից ստեղծել։ Ջուրը ոչնչից կարծես Աստված ստեղծեց սկզբից ջուրը։ Իսկ հետո, եթե ուշադիր եք, օրինակ ձեր անգլերեն թարգմանություններում made բառն է օգտագործված։ Ոչ թե արարել, այլ արդեն եղած հումքից։ Նորից ասում, ամեն բառ, ամեն տառ Աստվածաշնչում նշանակություն ունի։ Ուրեմն ծամել է պետք։ Ուրեմն տեսեք, made բառն է օգտագործված։ Այսինքն տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչի հիմքում ջուրն է։ Տեսեք, հետո ասում է հաստատություն դրեց վերևի ջրերը ներքևի ջրերից զատելու համար, ներքևի ջրերը թող մեկտեղ ժողվեն։ Մի խոսքով, մեր մթնոլորտի մեջ
խոնավություն չէ, ջրի այդ ջրածին կա։ Կարծես թե ջուրը ամենուրեք է, ամեն տեղ կապ չունի սառույցի ձևով, հեղուկի ձևով, թե գազի կամ օդի ձևով, ամեն տեղ։ Հիմա նորից վերադառնալով այդ դբաշմայա, պարզվում է, որ ուրեմն աբուն դբաշմայա, հայր մեր արդեն, այո, դբաշմայան ունի երկինքներ իմաստը, բայց ոչ միայն, որ երկնքում ես, այլ նաև, որ ամենուրեք ես, որ ամեն տեղ ես, որ իմ կողքին ես, իմ սրտի մեջ ես, որ, չգիտեմ, երբ որ ես տխուր եմ, իմ ուրախությունն ես, իմ ընկած ժամանակ իմ մխիթարությունն ես, իմ ջախջախված ժամանակ դու իմ փրկությունն ես, իմ հիվանդության մեջ դու իմ բժշկությունն ես, իմ խնդիրների լուծումն ես, իմ զորությունն ես, հալելույա, հալելույա, աբուն դբաշմայա, իմ քաղցր, իմ անուշ, իմ թանկ, իմ մեղր, իմ սրտի կտոր կյանք, իմ շնչառություն, որ երկինքում ես, բայց ամենուրեք ես, իմ հետ ես, իմ ընտանիքի մեջ ես, իմ մեջ ես, իմ սրտի գահակալն ես, հալելույա։ Մի օրինակ եմ ուզում ասել ու վերջացնել այս օրինակով։ Ուրեմն գիտեք բոլորդ Ռավի Զախարիաս, հայտնի ապոլոգետ, ավետարանիչ, 1977 թվին նա ծառայել է Վիետնամում Ռավի Զախարիասը։ Եվ Վիետնամում, այո, գիտեք, ամերիկյան վիետնամական պատերազմ տեղի ունեցավ, բայց ի վերջո, հիմա չգիտեմ, այն ժամանակ չեմ ուզում այդքան մտնել քաղաքականության մեջ, սովետական միության օգնությամբ, թե ինչպես Վիետնամը իբր հաղթանակ տարավ, կոմունիստական կուսակցությունը հաղթեց, մինչև 1977-ին, երբ որ Ռավի Զախարիասը ավետարանում էր Վիետնամում, մի վիետնամացի, ուրեմն քրիստոնյա, Հիեն Ֆամ, երիտասարդ, այդ ժամանակ մոտ 20 տարեկան, ծառայում էր, օգնում էր Ռավի Զախարիասին անգլերենից վիետնամերենի թարգմանության հարցում։ Բայց 1988-ին արդեն երբ որ կոմունիստները հաղթանակ են տանում, ասվում է, որ ուրեմն այս Հիեն, դե Ռավի Զախարիասը վերադառնում է ԱՄՆ, բայց հետո ասում է 88-ին զանգը ստացա Հիեն Ֆամից, ասեց Ռավի եղբայր եկել են իմ հետևից ու թերևս որպես քրիստոնյա ինձ պիտի ձերբակալեն։ Եվ ասում է ուրեմն ձերբակալում են ու տանում են զինվորական բանտ։ Եվ հետո որպես քրիստոնյա նրան անասելի հալածանքների են ենթարկում։ Եվ ասում է, այդ զինվորական զուգարանը իրականում կոչվում էր գործող զուգարան, բայց ինչպես էր այն գործում, մեծ փոս էր եւ վերևից օգտվում էին զինվորները, բայց կողքից մինչև հատակը իջնելու ճանապարհ կար։ Եվ այն ժամանակ առ ժամանակ պիտի մաքրվեր բահերով, այդ կեղտը լցվում էր դույլերի մեջ, հետո տարվում ինչ որ հատուկ տեղ թափվում։ Ու Հիեն Ֆամ եղբորը դնում են այդ գործի վրա։ Եվ ասում է ամիսներ, տարիներ, ու ասում է ես աղոթում եի, մոռացա ասել, որ երբ որ նրան ձերբակալում են, նրանից վերցնում են իր բոլոր իրերը, Աստվածաշունչ ամեն բան, ոչինչ այլևս նրա մոտ չի մնում։ Եվ ասում է ես միակ բանը, որ կարող էի անել, հիշել Աստծո խոսքից համարներ ու աղոթել։ Ու ամեն անգամ աղոթքով գալիս էի իմ սիրելի հոր առաջ, Աբունի առաջ, իմ սրտի կտորի առաջ, ու ասում հայր, դու տեսնում ես իմ տանջանքները, տեսնում ես իմ հալածանքը, ես անգամ Աստվածաշունչ չունեմ, որ գոնե իմ ես տառապանքները, չգիտեմ, մի փոքր մխիթարություն լինի, որ քո խոսքը կարդամ։ Կարծես թե պատասխան չկար։ Եվ ասում եմ մի օր, երբ որ նա իջնում է հերթական անգամ մաքրելու, հանկարծ տեսնում է մի թղթի կտոր, մի էջ,
հերվից հասկանում է, որ սա գրքի թերթ է։ Ասում է մոտեցա եւ տեսա անգլերեն լեզվով գրված։ Ավելի մոտեցա, ասում է հասկացա, որ Աստվածաշնչի մի թերթ է, բայց վետնամացի զինվորականների կողմից որպես զուգարանի թուղթ օգտագործված արդեն։ Հետո ասում է վերցրեցի, այն խնամքով մաքրեցի ու բարձվում է Հռոմեացիս 8-րդ գլուխը ու այս համարները արդեն տեսանելի են դառնում նրա համար։ Տեսեք, նա որ աղոթում էր իր հորը, այս համարները Հռոմեացիս 8:28 այն համարները, որոնք տեսանելի էին, բայց գիտենք, որ Աստծուն սիրողների համար ամեն բաները գործակից են լինում դեպի բարին, նրանց, որ նախասահմանվելով կանչված են։ Հռոմեացիս 8:35-ից 37 համարներն էլ ասում երևում էին, ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց, տառապանք, թե նեղություն, թե հալածանք, թե սով, թե մերկություն, թե վտանգ, թե սուր, ինչպես գրված է քեզ համար մերձվում ենք բոլոր օրը եւ մորթվելու ոչխարի պես համարվեցանք, բայց ամեն բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Հալելույա, փառք Տիրոջը, սիրելիներ, փառք Հիսուսին։ Այո, իսկապես սիրող հայրը ի պատասխան նրա աղոթքին Հռոմեացիս 8-րդ գլխի հետ էջն է, կարծես թե ուղարկում։ Հալելույա։ Աստված թողորտնի ձեզ շատ սիրելիներ, մեզ հետ այսօր տանենք այդ Աբու դբաշմայա։ Իմ սիրելի, իմ քաղցր, իմ անուշ, իմ սրտի կտոր, կյանք, իմ գոյապատճառ, իմ ապրելու իմաստ, իմ ջիգար, որ եւ երկնքում ես, բայց որ ամենուրեք ես, քո փառքով լցնում ես ողջ երկիրը, իմ կողքին ես, ինձ հետ ես, իմ ուրախությունն ես, իմ մխիթարությունն ես, իմ կյանքի իմաստն ես։ Հալելույա, հալելույա, Աստված օրհնի ձեզ։ Աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Գոհություն քեզ, փառք քեզ երկնավոր Հայր։ Եկել ենք քո առաջ Տեր, Հայր, եկել ենք քո առաջ Հիսուս Քրիստոսի անով, փառք քեզ, այո, մեր Հայր, մեր Թագավոր, մեր Աստված, մեր կյանք ու կյանքի իմաստ, մեր սեր, փառք քեզ Տեր, մեր գոյապատճառ, փառք քեզ, մեր ապրելու արդարացում, գոհություն քեզ, փառք քեզ Տեր, որ մեր կողքին ես, փառք քեզ Տեր, որ դու լսում ես մեր աղոթքները, փառք քեզ Տեր, որ դու պատասխանում ես մեզ, փառք քեզ Տեր, որ դու մխիթարում ես ու լցնում ես քեզանով, փառք քեզ Տեր, գոհություն քեզ Հիսուս։ Քո Սուրբ Հոգով հիմա ներգործիր մեզանից յուրաքանչյուրին ու խոսիր մեր սրտերի հետ Տեր։ Քո Սուրբ Հոգով քար ու քանդարա մեր սրտի, իմ սրտի կարծրությունը, ներիր, մաքրիր, սրբիր Հիսուս, ու դարձրում ես Տեր, քո ձեռքերի մեջ օգտագործվող հարմարավետ գործիք, դարձրում ես քո քաղցրությունն ու սերը բխող Տեր գործիք, դարձրում ես քեզ ապրող ու քեզ բխող, քո սերը տարածող Տեր, քո զավակը, փառք քեզ, գոհություն քեզ, օրհնելով օրհնիր ահա քո ժողովրդին, լցրու քեզանով, փառավորվիր ամեն բանի մեջ Հայր, փառք քեզ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։